Նոա Քիփերսի բացականչությունների ներքո հասնում ենք Լյուբլին, Լեհաստան, որտեղ կայանալու էր 2025-ի վերջին եվրագավաթային հանդիպումը Նոայի համար Կիևի Դինամոյի հետ։ Թեև Երևանում Լեգիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Նոան 99%-ով ապահովել էր փլեյ-օֆի ուղեգիրը, վերջին հանդիպումը ևս լարված էր։ Այս վլոգի թողարկման պահին մենք արդեն գիտենք, որ Նոայի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆ փուլում Նիդերլանդները ներկայացնող Ալքմարն է, բայց ամեն ինչ իր հերթին։ Այսօր կտեսնեք ավելի շատ backstage, նախապատրաստական կադրեր, պատմություններ, շատ երաժշտություն ու քիչ ֆուտբոլային հայլայթներ, քանի որ YouTube-ը որոշեց, որ դրանք պետք է բլոկի, անգամ գոլերը։ Արդեն Լյուբլինում ենք, որտեղ բավական ցուրտ էր եւ ահա Լյուբլինի մարզադաշտը, մոտոր ֆուտբոլային ակումբի մարզադաշտը, որտեղ պետք է կայանա հանդիպումը, բայց նախախաղային օրը անակնկալ իմացանք, որ նախախաղային մարզումները պետք է կայանան մարզադաշտի հարևանությամբ գտնվող մեկ այլ խաղադաշտում։ Ահա այստեղ տեսանք, թե ինչպես են մարզվում Դինամո Կիևի ֆուտբոլիստները։ Առաջինը հենց նրանց նախախաղային մարզումն էր եւ ասուլիսը, ինչից հետո անակնկալ։ Так, были мы у вас там на сборах целый месяц. Не помню, какой это год был. 16 лет, 63, 73, 79 год. Мы у вас там целый месяц были мы на сборах на базе Арарата. Играли ж мы с чехами. Была, по-моему, отборочный чемпионат Европы. Проиграли. Какие воспоминания остались От Гамлета? от Гамлета? О, там у вас в Армении помогли мне запаление было Пищела. Մեզ հանդիպեց մոտոր Լյուբլինի աշխատակից, ով նախկին ֆուտբոլիստ էր եւ նույնիսկ եղել է Հայաստանում, խաղացել է Համլետ Մխիթարյանի հետ, մեկ թիմում Չեխոսլովակիայի հավաքականի դեմ խաղերում նա Երևանում ցավոք վնասվածք էր ստացել, բայց նրան կարողացել են օգնել հայ բժիշկները եւ նա խուսափել է վնասվածքի բարդացումից եւ ավելի ծանր իրավիճակից։ Նա կիսվեց մեր հետ տպավորություններով, վերջում էլ մեզ հաջողություն մաղթեց գալիք խաղում։ Ну, у нас Гамлет Мхитарян, Михаличенко, Литовченко, Черчесов. Это 63-й год. Спасибо вам. Время быстро пролетело. Спасибо, удачи. Ինչ գոլեգաներս ասուլիսների սրահում են, ես գնացել եմ տեսնելու, թե որտեղ է մեդիա տրիբունան եւ ինչ վիճակում է խոտածածկը։ Ահա մեդիա տրիբունան եւ ահա թե ինչ է մեզ սպասվում վաղը։ Ինչպես տեսնում եք, խոտածածկը այդքան էլ լավ վիճակում չէ։ Իհարկե կարող էր ավելի լավ լինել։ Սա հիշեցրեց ավելի շատ Հունգարիան եւ Ֆերենցվարոշը։ Տեսանք ինչ վիճակում է խոտածածկը, հուսով ենք վաղը ավելի լավ կլինի եւ ժամանակն է արդեն գնալու եւ տեսնելու թե ինչ է կատարվում մամուլի ասուլիսների սրահում։ Գնացինք։ Մինչ մենք գնում ենք, չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք այս վիդեոին եւ միացնել զանգակը։ 1-1 ողջույն բոլորին, ինչպես տեսնում եք, մենք հիմա գտնում ենք մամուլի ասուլիսների սրահում, որտեղ սպասելու րոպեները կարծես ժամեր լինեն։ Վարդ չկան, դա ինչ ես ուզում, հերիք։ Ողջույն։ Գիտեք ինչքանա ձեզ սիրում, ոչ մեկիս հետ չի շփվում, մենակ ձեր հետ է շփվում։ Ոչ մի հարցից չի պատասխանում։ Ճիշտ ասում։ Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, այստեղ իմ հետ Արման Աբելյանն է, ինչպես է Արման, ինչպես է տրամադրությունը Լյուբլինում։ Շփվում ես արդեն։
պետք է համարա։ Լավ տրամադրություն է շատ։ Ինչ կասես եղանակային պայմանների մասին։ Բավականին ցուրտ է, բայց մենք ջերմորեն ենք տրամադրված, շատ լավ ենք տրամադրված ու սպասում ենք լավ արդյունք։ Իսկ ինչը կլինի լավ արդյունք ըստ քեզ։ Հաղթանակը։ Հրաշալի, այդ դեպքում դու կպարտվես մեր գրազը։ Համաձայն եմ, թող պարտվեմ։ Այո, թող պարտվի Արմանը, շնորհակալություն սիրելի հետևորդներ, չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք եւ միացնել զանգակը։ Մեզ հաճելի դիտում։ Վաղը։ Հաճելի դիտում։ Բա։ Ինչպես արդեն հասցրել էի ձեզ տեղեկացնել, մեր թիմի պարապմունքը եւս պետք է լիներ մարզումային խաղադաշտում, բայց թիմը մինչև մարզումը որոշեց մի փոքր զբոսնել մարզադաշտում, որտեղ վաղը կայանալու էր հանդիպումը, եւ տեսնում եք ինչ մանրազնին դիտարկում է խոտածածկը Սանդրո Պերկովիչը։ Այնուհետև նախախաղային ասուլիս, որին ներկայացրել էր Գուդմունդուր Թորարինսոնը, ինչպես հետագայում պետք է պարզվեր, սա նրա վերջին նախախաղային ասուլիսն էր Նոայի կազմում եւ առհասարակ վերջին հանդիպումը Նոայի կազմում։ Գուդմունդուրը ցավոք սրտի վերադառնում է Իսլանդիա ընտանեկան պատճառներով։ Նրան հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում։ Նախախաղային մարզումը բավական ակտիվ ընթացավ։ Ֆուտբոլիստները պատրաստվում էին, մարզվում էին, իսկ Օգրեն Չանչարևիչը զրուցում էր Պերկովիչի հետ։ Ինչպես արդեն իմացանք, նաև վերջին հանդիպումն էր Չանչարևիչի համար։ Հազիվ բոլորելով 200 հանդիպման շեմը Հայաստանի Պրեմիեր լիգայում, Չանչարևիչը վերադարձավ հայրենիք Սերբիա։ Թեև Հայաստանն էլ պակաս հայրենիք չէր նրա համար։ Ինչպես տեսակ, Պերկովիչը եւս ակտիվորեն ժամանակ առ ժամանակ մասնակցում էր մարզումային պրոցեսին, փորձելով խոչընդոտներ ստեղծել իր ֆուտբոլիստների համար։ Առաջին օրն այսքանով համարում ենք ավարտված։ Օր 2 խաղային օր կամ ինչպես ասում են match day, որից առաջ կարելի է մի փոքր զբոսնել քաղաքով, տեսնել ինչ կա չկա։ Այսպիսի էկրան օրինակ կար, որտեղ ուղիղ տեսակապով միանում էին Իռլանդիայից, Հյուսիսային Իռլանդիայից, ԱՄՆ-ից եւ Լիտվայից։ Այսպես տեսնում էինք միմյանց եւ ուղիղ եթերում ինչ ուզում անում։ Այո, Աբելյանը անում էր ինչ ուզում էր։ Մենք եւս էկրանի հակառակ կողմում եւս ուրախ էր անցնում։ Լյուբլինը գտնվում է Լեհաստանի արևելյան հատվածում, Ուկրաինայի եւ Բելարուսի սահմաններին մոտ։ Այն ունի ավելի քան 700 տարվա պատմություն։ Քաղաքում ապրում է մոտ 330,000 մարդ եւ այստեղ շատ լավ համադրվում են պատմական հին քաղաքի մթնոլորտը եւ ակտիվ ուսանողական կյանքը։ Լյուբլինը հայտնի է իր համալսարաններով, այդ թվում Մարիա Կյուրի-Սկլադովսկայի համալսարանով, ինչի շնորհիվ քաղաքը երիտասարդ, շարժուն ու միջազգային շունչ ունի։ Քաղաքի սիրտը Լյուբլինի հին քաղաքն է, նեղ քարե փողոցներով, վերածննդի ոճի շենքերով, սրճարաններով ու փաբերով։ Լյուբլինի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը Լյուբլինի ամրոցն է, որը հստակ երևում է քաղաքի գրեթե բոլոր հատվածներից։ Լյուբլինը կարևոր դեր է խաղացել եվրոպական պատմության մեջ։ 1569 թվականին հենց այստեղ ստորագրվեց Լյուբլինի միությունը, որի արդյունքում ձևավորվեց Լեհ-Լիտվական Միացյալ Պետությունը, իր ժամանակի ամենահզոր պետություններից մեկը։ Պատմական Լյուբլինը եղել է արևմուտքի եւ արևելքի խաչմերուկ, եւ այդ ազդեցությունը զգացվում է ճարտարապետության, խոհանոցի եւ քաղաքային մշակույթի մեջ։ Քաղաքն ունի նաև հարուստ հրեական ժառանգություն, որը կարևոր դեր է ունեցել Լյուբլինի կյանքում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այսօր Լյուբլինը հայտնի է հանգիստ ու մատչելի կյանքի ռիթմով, լավ խոհանոցով եւ էժան տեղական գարեջրով, բարեհամբույր մարդկանցով եւ ակտիվ գիշերային կյանքով, փառատոններով, փողոցային մշակույթով եւ ֆուտբոլային մթնոլորտով։ Երբ իմացա, որ Լյուբլինում կա Պյաննա Վիրշնյա, որտեղ ես շատ էի սիրում գնալ
Կիևում որոշեցի լրագրող ընկերներիս անպայման բերել այստեղ մի փոքր տաքանալու այս ցուրտ օրերին եւ իհարկե խմելու վիշնյովկա։ Այս անգամ փորձեցինք տաք վիշնյովկա, որը մատուցվում էր հենց այսպես։ Ժամանակն է խոստացված երաժշտության եւ ահա մենք ժամանում ենք Արենա Լյուբլին խաղից 2.5 ժամ առաջ։ Thank you. Եկեք որ լսեք, բայ։ Եվ 10 վայրկյան եւ կլսեք ուզա։ Դասա սպան իրացիան։ Նայ։ Մի հավատացեք ալեն տղամարդու, օրինակ եմ արդեն խախել եմ։ Ճիշտ եմ, չէ։ Մեկ ժամանակ տղամարդել անդում է լինելի վրա, աղջիկներ, ճիշտ է։ Աղջիկներ։ Կապը կորավ։ Ես եմ հետով դու, այո, Մոսկվա։ Ամստերդամ։ 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 Մինսկ։ Երբ խաղին կա 2 ժամից ավել ժամանակ եւ բոլոր գործերը արված են, ոչինչ չի մնում անել, քան խաղալ գարատկի։ Մի 4 անգամ։ Էվերտոնը քաղաք չի։ Էվերտոնը Լիվերպուլից է, ասեմ ավելին։ Էրզրում չես կարելի է։ Նշան թե Սերգեյ։ Մելբուրն։ Նե։ Նանտ ասվել է, չէ։ Հա, հենց դու ես ասել ու pretend էր անում, որ առաջին անգամ անջի։ Հանուն արդարության պետք է նշեմ, որ գործընկերներս չգիտեին, որ ես իրենց տեսաձայնագրում եմ եւ նույնիսկ մինչեւ հիմա այդ մասին միգուցե չգիտեն։ Չեն էլ իմանա, եթե չնային այս տեսանյութը։ Ինչքան խաղացինք, հերիք է, ժամանակն է վերադառնալու մարզադաշտի գլխավոր վայր խոտածածկ, որտեղ արդեն մեկնարկում էր հանդիպումը Դինամո Կիև Նոա, այսպիսի դիմակայություն եւ հետաքրքիր հանդիպում։ Այնպես ստացվեց, որ այս հանդիպումը այո վերջինն էր մեկնարկային կազմում գտնվող 2 ֆուտբոլիստների համար՝ Օգնեն Չանչարևիչի եւ Գուդմունդուր Թորարինսոնը։ Ահա նաեւ երկրպագուները Նոա Քիպերսը, Ֆաֆի անդամները այստեղ են եւ շատ ուժեղ աջակցություն։ Խաղը մեկնարկել է, բավական ցուրտ է, բայց այսօր շոկ մթնոլորտը, թեժ մթնոլորտը մարզադաշտում ապահովում են Նոայի երկրպագուները։ Այս պայն 22-րդն ենք մրցաշարային աղյուսակում, 2-0 պարտվում ենք դեռ, հուսով ենք մեր տղաները գոլ հետ կբերեն, ավելի լավ է 2-ը, 3-ը ընդհանրապես շատ բոմբ կլինի, տեսնենք։ Նոան պարտվեց 0-2 հաշվով, բայց 19-րդ հորիզոնական եւ մենք play-off-ում ենք։ Ճանապարհը Նոայի տապանը հասցրեց play-off փուլ, որտեղ մրցակիցն է լինելու Ազ Ալկմարը, Նիդերլանդները ներկայացնող ակումբը։ Նոան իր ճանապարհը դեպի Լայպցիգ կհարթի արծաթագույն ուղիով։ Եվ միայն Ալկմարին հաղթահարելուց հետո կիմանանք, թե ով է Նոայի հաջորդ մրցակիցը։ Կարող է լինել Սպարտա Պրահան, կարող է լինել AEK Աթենքից, բայց մինչ այդ դեռ պետք է հաղթարել Ազ Ալկմարին, որը Նոան հաստատ կարող է անել։ Հաջողություն մաղթենք Նոային եւ աջակցենք։
to welcome you on board of the Կարամել, կարամել։ Airbus 320. Արշանյան չի It մտնում will be a կարամել, pleasure ճիշտ for me and my cabin crew to break your service today. Your Ուրեմն service մի your flight մտնում։ is our main priority. Thank you for your attention. Дамы и господа, от имени авиакомпании Flyone Armenia всего экипажа приветствуем вас на борту самолета